Բարի եկօ Տիկին Ոսկանյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, ես նույնպես շնորհակալ եմ հրավերի համար։ Միասին փորձելու ենք ամփոփել անցնող շաբաթվա կարևոր եւ ուշագրավ իրադարձությունները եւ թերևս սկսենք շաբաթվա ամենակարևոր ուշագրավ իրադարձությունից, հատկապես մեզ համար ցեղասպանության թեմային ենք անդրադառնալու եւ պատական չէ, որ հենց ձեզ ենք հյուրընկալել որպես ոլորտի լավագույն մասնագետ, ցեղասպանագետ, թուրքագետ, ինչու՞ չէ նաեւ ոսմանագետ եւ ես վստահ եմ, որ բավականին հետաքրքիր թեմաների մասին ենք խոսելու եւ դուք բավականին նոր եւ հետաքրքրական տեղեկատվություն եք մեզ փոխանցելու, սակայն մինչ անդրադառնանք բուն ցեղասպանության 111-րդ տարելիցին, ես կցանկանայի մեր հարցազրույցը կառուցենք ոչ թե նրա վրա, որ մեզ մորթեցին, սպանեցին, մատաղացու գառների պես, այլ որ մենք հայերս ունեցել ենք բավականին լուրջ կապիտալ Օսմանյան Թուրքիայում, բավականին լուրջ ներգրավվածություն Օսմանյան բանակում, բավականին լուրջ դերակատարում ենք ունեցել նրանց տնտեսության զարգացման վրա եւ դա հենց չներվեց հայերին եւ դրա համար տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Նա սկսենք ամենասկզբից, ովքեր են հայերը Օսմանյան Թուրքիայում։ Ովքեր էին հայերը Օսմանյան կայսրությունում։ Հետաքրքիր է, բայց շարունակական բռնաճնշումների, ամենօրյա հափշտակությունների, առևանգումների մեջ հայերը կարողացան ստեղծել կայուն տնտեսություն եւ ամենօրյա զարգացող տնտեսություն եւ կրթություն։ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին հայ տնտեսվարողները արդեն մրցում էին Օսմանյան կայսրությունում գտնվող եվրոպական կապիտալի հետ, մենք ունենք անուններ, մենք ունենք բավականին մեծ թվով գործարաններ, նավաշինական ընկերություններ, բամբակի արտադրությունը Ադենայի նահանգում գրեթե ամբողջությամբ պատկանում էր հայերին, այսօր աշխարհում այդքան հայտնի Թուրքիայի տեքստիլը ամբողջությամբ հայերն են հիմնադրել, կարելի է այդպես ասել, հիմքը հայկական է եղել, մենք ունենք մանուսայագործության, դա մանուսան հատուկ գործվածքի տեսակ էր, մանուսայագործության այդ գործարանների եւ ջուլհականոցների օրինակներ, ինչպես այն թափում, այնպես էլ արաբկիրում, մենք ունենք ընտանիք արաբկիրում, որի գործարանների տված արտադրանքը կարողանում էր ոսկե մեդալներ շահել եվրոպական տարբեր քաղաքներում, մասնավորապես Ֆրանսիայում։ Առաջընթացը անծայրածիր է եւ եթե մենք սկսենք անուն թվել ոչ մի եթերային ժամանակ չի կարող բավականացնել, այստեղ կարևոր է նշել, որ իսկապես մրցակցային խիստ անհավասար պայմաններում, որովհետև Օսմանյան կառավարությունը արդեն գնում էր հատկապես թուրքերի հեղաշրջումից հետո տնտեսությունը թուրքացնելու առաջին պլան թուրքերին մղելու ծրագրով եւ ստեղծված անհավասար մրցակցային պայմանների մեջ հայերը կարողանում էին ունենալ շարունակական առաջընթաց։ Այստեղ առաջին մեքենաների, հաստոցների, գործարաններում կիրառվող առաջին մեխանիզացված այդ հաստոցների մուտքը նույնպես կապվում է հայերի հետ Օսմանյան կայսրություն, արտադրությունը հիմքը դրվել է հայերի կողմից։ Ոչ միայն հայերի, հույների, հրեաների, բայց հիմնական կապիտալը այո գտնվում էր հենց հայերի, հույների եւ հրեաների ավելի փոքր տոկոսով ձեռքին։ Հայերը եթե անցնենք զինվորագրությանը, ասենք հայերը Օսմանյան բանակում զինվորագրելու իրավունք ստացան 1909 թվականից հետո, իհարկե հայերը պայքարեցին դրա համար, որպեսզի ոչ միայն հայերը, ոչ իսլամները, սակայն մինչ այդ էլ հայերի ներդրումը Օսմանյան բանակում բավականին լուրջ էր, հենց բանակի ողջ սպառազինում, այսինքն վառոդի արտադրությունը գտնվում էր Հայդադյան ընտանիքի ձեռքում։ Նավաձուլարանների վետտեսուչը, հսկիչը այդ գործով զբաղվում էր Դեմիրճի Բաշյան ընտանիքը, հացի մատակարարում Էկմեկչի Բաշյան ընտանիքինն էր։ Այստեղ եթե մենք անդրադառնում ենք բժշկությանը, ապա Կարմիր մահիկի հիմնադիրներից էր Սերոբե Վեչինյանը, նա նաև առողջապահական առաջին թերթիկի առաջին թերթի հիմնադիրն էր Օսմանյան կայսրությունում, նա 40 տարի ղեկավարել է ռազմաբժշկական վարժարանը եւ եթե մինչեւ 1909 թվականը հայերը չէին ծառայում Օսմանյան բանակում որպես զինվորներ, թեպետ
1864 թվականին փորձ եղավ հայ երիտասարդներին ընդունել զինվորական հարբի եւ արժարանը, սակայն նրանց չթողեցին իրենց կարիերայում առաջ գնալ, դա այդպիսի մի դրվագ էր, որը կանգ առավ, սակայն հայ երիտասարդները ռազմաբժշկական կրթություն էին ստանում եւ նրանք ներգրավված էին արդեն որպես բժիշկներ։ Իսկ 1909 թվականից հետո մենք տեսնում ենք, որ մեծ թվով հայ երիտասարդներ ընդունվեցին ռազմական վարժարաններ եւ նրանց առանձին պատմությունները կան, նրանց հետագիծը կա, նրանց մասնակցությունը կա, ինչպես թուրք-իտալական, այնպես էլ բալկանյան պատերազմներին, նրանց սխրանքները կան առաջին աշխարհամարտի տարիներին, մասնավորապես Սարգիս Թորոսյանի, ով ստացել է երախտագիտության շնորհակալագիր Օսմանյան կայսրության պատերազմական նախարար Էնվերի կողմից շնորհակալագիր դարդանելում իր խոցած անգլիական նավերի համար եւ իհարկե մենք ունենք այն մեխանիզմը, որը գործի դրվեց հայոց ցեղասպանության տարիներին, հենց փետրվար ամսին Էնվեր Փաշայի հրամանը հայ տղամարդկանց բանակի շարքերում զինաթափելու եւ ոչնչացնելու, որը տվել է 1915 թվականի փետրվարի 28-ին եւ հրամանագրի հենց 1915 թվականի փետրվարի հրամանագրի տեքստը հայտնաբերվեց Երուսաղեմի հայոց պատրիարքարանի արխիվներում։ Շատ պատահական։ Այո, արխիվները ուսումնասիրելու ժամանակ եւ հրատարակվել է առաջին Մատյանի արխիվի առաջին հատորում իմ եւ գործընկերներիս Լուսինե Սահակյանի, Անի Սարգսյանի կողմից։ Այստեղ մի հետաքրքիր հանգամանք, քանի որ բանակից խոսեցինք, մեկ ուրիշ շնորհակալագրի պատմություն էլ կա, որը արժանացել է Հովանես Ակինյանի ընտանիքը։ Հովանես այդ շնորհակալագրի պատմությունը շատ հետաքրքիր է, որովհետև բացում է մեկ ուրիշ շատ ավելի կարևոր շերտ։ Հովանես Ակինյանը սեբաստացի հայ սպա էր, ով այդ առաջին զինվորներից էր եւ ռազմական կրթություն էր ստացել եւ ներգրավվել էր Օսմանյան բանակում արդեն որպես սպա։ Հովանես Ակինյանը Սարիղամիշի ճակատամարտի ժամանակ, որտեղ թուրքական բանակը ջախջախից պարտություն կրեց, փրկում է Էնվեր Փաշայի կյանքը եւ ստացած այդ վերքից ինքն է զոհվում, ընդհանրապես հայկական սպայակույտը գերությունից ազատում է թուրքական այդ բարձր էլիտային այդ ճակատամարտի ժամանակ եւ Էնվեր Փաշան Սարիղամիշի պարտությանն է հաջորդում անմիջապես հայ տղամարդկանց ոչնչացնելու հրամանը։ Դրանից հետո Էնվեր Փաշան շնորհակալագիր է նաեւ ուղղում Հովանես Ակինյանի ընտանիքին եւ պատերազմից առաջ մի օրենք կար, որ զինվորականների ընտանիքները չպետք է տեղահանվեն, սակայն բնականաբար օրենքը չի գործել, նրանք տեղահանվել են բոլորի հետ միասին, տեղահանությունները սկսել էին շատ ավելի շուտ, քան հետագայում գործի էր դրվել այդ տեղահանության չընդունված օրենքը։ Օսմանյան կայսրությունում մենք տեսնում ենք լուսանկարներով այդ գաղթի ճանապարհները, երթուղիները եւ մեզ մոտ այնպիսի տպավորություն կարող է ստեղծել, որ պարզապես տեղական իշխանությունների հրամանով, այսինքն մարդիկ խմբվում էին եւ նրանց տեղափոխում էին այլ վայրեր։ Երթուղիները հստակ մշակված էին, ոչ մի տարերային կամ սովորական, ոչ մի պարզապես ուղղակի գործողություն չի կատարվել ողջ տեղահանության ընթացքում։ Մտածված, պլանավորված սպանդ է եղել։ Նախապես ծրագրված կառավարության կենտրոնական կառավարությունից եկող հրամաններով, կազմված երթուղիներով, յուրաքանչյուր քաղաքից, ավանից, գյուղից տեղահանվել է բնակչությունը եւ նրանք իրենց համար նախանշված անգամ քարավաններն են կազմվել հերթականությամբ, թե որ քաղաքի բնակչությունը ինչպիսի հերթական պետք է տեղահանության ենթարկվի եւ տեղահանության առաջին քարավանները հիմնականում կազմվել են տեղի առավել ունևոր կամ առավել հայտնի ուսյալ մարդկանցից եւ այդ երթուղիներով գնացող քարավանները հասնում էին արդեն իսկ նախանշված գաղթակայաններ, այնուհետև տեղափոխվում էին համակենտրոնացման ճամբարներ, որտեղ էլ տեղեր ունենում նրանց վերջնական սպանությունը, սպանդը։ Եվ այս երթուղիների մասին հենց փաստում է, այսինքն
ճշգրիտ իրականացվող գործընթացի մասին նաև հենց այս Էնվերի տված շնորհակալագրերից մեկը, որը իր կյանքը փրկելու համար նա տալիս է Հովհաննես Ակինյանի ընտանիքին, Հովհաննես Ակինյանը ծագումով Սեբաստիայից էր եւ շնորհակալագիրը գնում է Սեբաստիա նրանց տուն, բայց նրա ընտանիքը արդեն ենթարկված էր բռնագաղթի եւ շնորհակալագիրը Սեբաստիայի տեղական իշխանությունների կողմից ուղարկվում է Սուրուջ։ Սուրուջը համակենտրոնացման ճամբարներից մեկն էր։ Այսինքն այդ անապատի վրանակաղաքները դրանք համակենտրոնացման ճամբարներ էին, որտեղ կենտրոնացնում էին հայերին։ Ուրեմն, այսինքն կառավարությունը հստակ իմացել է ոչ միայն, որ Սեբաստիայից տեղահանված տվյալ ընտանիքը եւ Սեբաստիայից տեղահանված մյուս ընտանիքները արդեն հասել են Սուրուջ, այլ նաեւ իմացել է, որ ընտանիքի անդամները ողջ են, որովհետեւ սպանվածների, հիվանդների տվյալները նույնպես ամենօրյա ճշգրտությամբ հաղորդվում էին ինչպես տեղական, այնուհետև տեղական կառավարությունից կենտրոնական կառավարությանը։ Այսինքն, Տիկին Ոսկանյան, կարող ենք ասել, սա շատ մանրակրկիտ, մանրազնին, միկրոսկոպիկ աշխատանք էր, որ ամեն դետալ մտածված էր, ամեն ինչ արված էր հայերին վերացնելու համար։ Տեսեք, Տիկին Ոսկանյան, իհարկե շատ հետաքրքրական թեմաներ են քննարկում, սակայն ժամանակը քիչ է, ավելի կարևոր թեմաների անդրադառնանք։ Տեսեք, մենք ունեցել ենք բավականին լուրջ տնտեսական կալվածքներ, ներգրավվածություն, հողեր բազմաթիվ, որոնց վկայությունները կան մինչև հիմա հայ սեփականաշտուրման վկայականներ եւ այլն։ Կա հնարավորություն երբևէ, որ այդ մասին բարձրաձայնվի եւ ետ պահանջվի կամ որևէ քեյսով, որևէ տեսքով դատարան դիմվի եւ այս հարցի մասին կարող ենք մենք բարձրացնել միջազգային ատյաններում։ Անխոս, ուրեմն մենք ունենք Օսմանյան կայսրությունում մենք երկու տեսակի հող ենք ունեցել, ազգապատական եւ անհատական, այսինքն համայնքային սեփականություն եւ մասնավոր սեփականություն, կալվածագրեր կան նաեւ գրանցամատյանները, կան նաեւ այդ ժողովների, առաջնորդարաններին կից ժողովների ատենագրությունը, օրինակ պահպանված ատենագրության տետրերում մենք հանդիպում ենք ամենօրյա աշխատանքի, միջազգային դատարաններ դիմելու համար հարկավոր է լրջագույն մասնագիտական խմբերի ձևավորում, որովհետև մենք ունենք իսկապես անհատ մասնագետներ, որոնք ամենօրյա իրենց աշխատանքն են կատարում եւ նրանցից շատերը իսկապես լավ են կատարում, բայց դրա համար հարկավոր է իսկապես մի լուրջ աշխատանքային խմբի ստեղծում, որտեղ անպայման պետք է ներգրավեն ինչպես իրավաբաններ, այնպես էլ տնտեսագետներ, պատմաբաններ, ցեղասպանագետներ եւ համակարգված հստակ աշխատանքի արդյունքում բնականաբար հնարավոր է կազմել այն բոլոր փաթեթները, որով մենք կարող ենք ներկայացնել մեր հայցերը։ Շատ լավ, Տիկին Ոսկանյան, եւս մեկ կարևոր թեմայի եմ ուզում անդրադառնամ, շատ հաճախ տարակարծությունների տեղիք է տալիս, հասարակության լայն շերտերը հաճախ շփոթում են, չիմանալով, որ մեծ Եղեռն եւ հայոց ցեղասպանություն դա նույնը չէ։ Ես կցանկանայի դրանց տարբերության մասին հանգամանալից ներկայացնենք, բայց նաեւ շատ կարճ։ Ուրեմն հայոց ցեղասպանության ընդհանրապես ցեղասպանությունների, իսկ ցեղասպանությունները դրանք հանցագործություններ են, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են, դրանց մասին խոսելիս պետք է հստակ եզրութաբանությամբ արտահայտվել, որովհետև այստեղ յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր բառը բառի ճշգրիտ օգտագործումը չափազանց կարևոր է, որովհետև հատկապես մասնագիտական դաշտում, հատկապես մասնագետների կողմից դրանց սխալ, ոչ ճշգրիտ կիրառումը հիմք է տալիս ժխտողներին, որպեսզի նրանք կարողանան առավել հստակ կառուցել իրենց թեզերը։ Մեծ Եղեռն եզրույթը ընդունված է մեր մեջ եւ որպես այդպիսին երբևէ տարակուսելու առիթ չի շատ ու շատ հայ մասնագետներ, ինչպես նաև հայ ցեղասպանությունը վերապրողները իրենց հետ տեղի ունեցած հանցագործությունը սկզբնական շրջանում հենց այդպես էլ բնութագրել են։ Սակայն հետագայում, երբ հայոց ցեղասպանության ժխտումը սկսվել է հենց ցեղասպանության իրականացմանը զուգընթաց, այսինքն հանցագործպետությունը բոլոր ջանքերը ներդրել է նաև հանցագործության հետքերը կոծկելու, այն ժխտելու, չընդունելու այդ գործընթացի մեջ։ Իսկ այսօր ժխտողականությունը նաև տարբեր փուլերի մեջ է մտնում, կա նաև փափուկ ժխտողականություն, այսինքն մենք կարող ենք տեսնել մասնագետների, ովքեր օգտագործում են մեծ Եղեռն եզրույթի, ասում են իսկ ինչ է պատահել, ես խոսում եմ հայ ցեղասպանության մասին, ես մեծ Եղեռն եմ ասում, սակայն մեծ Եղեռնը իրավական ոչ մի հիմք եւ նշանակություն չունի, այսինքն դա ինչ է, դա օտար լեզուներով, օրինակ թուրքերեն լեզվով թարգմանվում է բյուկ ֆելաքետ, այսինքն մեծ աղետ,
ողբերգություն, ֆելաքետ, աղետ կարող է հանդիսանալ նաև ջրհեղեղը, կարող է հանդիսանել նաև երկրաշարժը, այսինքն իսկ ցեղասպանություն եզրույթը իր մեջ կրում է կոնկրետ հանցագործություն կանխամտածված, այսինքն գոյություն ունի կոնվենցիան, այսինքն դա օրենքի խախտում է, որը ենթադրում է որոշակի պատիժ եւ այսօրվա խոսույթում չկիրառել հենց հայոց ցեղասպանություն եզրույթը նշանակում է հիմք տալ փափուկ ժխտողականությանը, որպիսի մեզ հետ տեղի ունեցած հանցագործությունը կարողանա որակել ոչ իրավաբանական եզրույթներով, որն էլ հենց մեծ եղերն է։ Եվ փորձենք ամփոփել շատ կարճ, 1 րոպե ժամանակ ունենք Տիկին Ոսկանյան։ Ես կցանկանայի նաև խոսենք այն մասին, կրկին նշում եմ ներողություն խնդրելով շատ կարճ, որովհետև ժամանակը քիչ է, այն մասին, որ հայերը նաև ինքնապաշտպանվել են եւ այդ ջարդի ճանապարհին համախմբվել են եւ մեկը մյուսին աջակցել է։ Այնպես չի եղել, որ հոտի նման տարել եւ սպանել են։ Բոլորովին, օրինակ ինքնապաշտպանվել են, այո, իսկապես եւ դա շատ կարեւոր հանգամանք է, որովհետեւ յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր ժողովուրդ իր իսկ հայրենիքում ապրելու եւ արարելու կյանքի իրավունք ունի։ Բացի այդ եղել է նաեւ հենց այդ մարդկային, այդպիսի մի եզրույթ է կա մարդասիրական դիմադրություն, երբ համակենտրոնացման ճամբարներում էին հայերը իրար օգնում եւ օժանդակում, բացի այդ ես ուզում եմ նաեւ առիթից օգտվելով մի շատ կարեւոր հանգամանքի մասին էլ նշել, որ դեռևս մինչեւ առաջին համաշխարհային պատերազմը, դեռևս մինչեւ 1915 թվականը հայ ազգային քաղաքական գործիչները ամենօրյա հայոց պատրիարքարանը, պատրիարքարանին կից վիճակներ, առաջնորդարաններում գտնվող մյուս գործիչները ամենօրյա պայքար են տարել, այսինքն այնպես չի եղել, որ կապը խզված է եղել եւ հստակ ոչ ոք չի իմացել ինչ է կատարում գավառում կամ մայրաքաղաքում կապը եղել է մշտական, պայքարը եղել է մշտական, գավառի արևմտյան Հայաստանից տեղեկագրերը հստակ հասել են Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարան, պատրիարքը դիմել է հայերի տարբեր հարցերով Օսմանյան կառավարությանը, այսինքն հայ ազգային գործիչները ցուցաբերել են զգոն եւ հստակ գործելաոճ ու պահվածք եւ այդ անտեղյակության կամ պարզապես կոտորվելու ոչ փաստերը եւ թեմայի մանրամասն ուսումնասիրությունը մեզ տալիս էլ բոլորովին այլ պատկեր, մենք հանդիպում ենք ազգասեր, հայրենասեր, նվիրյալ բազմաթիվ մարդկանց այդ ազգային գործիչների շարքում մենք հանդիպում ենք նորից շատ խիզախ մարդկանց սովորական ժողովրդի շարքերում, որոնք այդ ցեղասպանության տարիներին, երբ մի հսկա պետություն էր միացել մեր դեմ, ցուցաբերել են ամենօրյա խիզախություն եւ ապրելու, վերապրելու գոյություն ունենալու հստակ որոշում են կայացրել։ Շնորհակալ եմ հանգամանալից ներկայացնելու համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։